Նստած։ Բայ Մակարյան Մեդիա Հաբ, դատախազը չէ։ Պարոն Մելիքբեկյան, մի ֆուտբոլային բնույթի հարց, հետո մի քաղաքական ենթատեքստով հարց։ Անցյալ տարի կարծեմ նոյեմբեր-դեկտեմբերին Արմեն Նիկողոսյանը լրատվամիջոցներին հայտնել էր, որ քննարկում է Ռաուլին Հայաստանի մարզիչ, հավաքականի մարզիչ բերելու, հրավիրելու հարցը, նախ այսքան պարտությունից հետո հենց ձեր հրաժարականին կանդրադառնանք։ Այսքան պարտությունից հետո հավաքականի մարզչի փոփոխության հարց քննարկվել է թե ոչ, ու մեկ էլ ինչ եղավ Ռաուլին բերելու եք, չեք բերելու հույս կա թե ոչ, որ նորմալ մարզիչ կունենանք, եւ ձեր հրաժարականի մասով քաղաքական կոնտեքստում համեմատում են, ասում են պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտվեց, դա մի կողմ, արդեն սովորել ենք։ Դուք ինչ հրաժարական չեք տալիս այսքան ամոթալի պարտություններից հետո։ Մեկ ուրիշը ձեր փոխարեն գուցե ամոթից հենց առաջին մի քանի պարտությունից հետո հրաժարական տար։ Ի վերջո ձեզ համար հաճելի է ամեն անգամ պարտություն կրել եւ ամեն անգամ օրինակ ֆան ակումբի տղաների կողմից այդքան այսպես կշտան բանկների ու ակցիաների արժանանալ ամեն անգամ, ամեն խաղ այսպես տապալվի ձեր հրաժարականի պահանջով։ Ի վերջո տալու եք թե չեք տալու հրաժարական։ Դա էր հարցը թե Ռաուլը։ Առաջինը Ռաուլը, երկրորդը ձեզ։ Հա, երկրորդը հրաժարականը։ Ռաուլի մասին պարոն Նիկողոսյանը կպատասխանի, որովհետև ես կարծում եմ դուք մի քիչ ուշադիր չեք հետևել Ռաուլի վերաբերել, բայց ինչևէ պարոն Նիկողոսյանը կանդրադառնա այդ հարցին։ Ես հրաժարականի մասին հայտարարություն տվել եմ եւ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու եւ ինչու, որովհետեւ ամոթալի պարտություններ եւ այլն։ Մենք նոր խոսում ենք շատ երկար ընդհանրապես ոլորտային նաեւ հաջողությունների մասին, նաեւ անհաջողությունների մասին եւ ճիշտ ասած, ասես ֆուտբոլային հարց են տալու, հեչ ֆուտբոլային չէր ասել, որ այսքան պարտություններից հետո մարզիչը պատրաստում եք մարզչին հանել, հա, տենց բան ասեցիք։ Մարզիչը նոր է եկել, նա 3 մարզում է անցկացրել եւ որից հետո խաղացել է իր առաջին խաղը Վրաստանի հավաքականի։ Ես նոր չեմ, բայց բոլոր բացատրությունները ես հայտարարության մեջ տվել եմ, նորից եմ ասում, ամենասկզբում խոսքից երբ ասեցի, որ մենք խոսել ենք այդ ամենի մասին, ով ցանկանում է տեսնել եւ լսել, տեսնում է, ով չի ցանկանում, չի տեսնում։ Եվ հրաժարականի պահանջը, հրաժարական ընդհանրապես եւ հասարակական կազմակերպության ղեկավարը դա ինստիտուցիոնալ խնդիր է։ Եվ շատ կարևոր է, թե ինչ են կարծում այն ինստիտուցիայի, այն ինստիտուտի անդամները, որոնք ընտրել են քեզ, եւ ես ձեզ ասեմ շատ հստակ, բացառությամբ 2 ակումբի մեր մնացած բոլոր անդամների հետ մենք բարբերաբար քննարկումներ ենք ունենում եւ բոլորը հասկանում են եւ զարգացման տեմպերը, եւ խնդիրները, եւ օբյեկտիվ խնդիրները, եւ այդ իսկ պատճառով նաեւ շփվելով մեր անդամների հետ ես այդ որոշումը կայացնել եմ, որի մասին արդեն հայտարարել եմ։ Պարոն Նիկողոսյան, եթե դուք եւ մենք լուծում ենք, որովհետեւ այսքան երբ որ ես խոսեցի եւ դուք նորից չեք տեսնում, այսինքն իհարկե կարելի է տեսնել միայն վատը եւ պետք կարելի է չցանկանալ տեսնել լավը, բայց դա արդեն յուրաքանչյուրի անձնական ընկալման հարց է։ Եվ եթե հիմա մենք տեղից դիալոգ չենք անում, այստեղ լիքը մարդ կա, ես բավական երկար խոսեցի։ Եվ պարոն Նիկողոսյան, եթե Ռաուլի հարցով պարզաբանեք։ Ռաուլի հարցով ես ուղղակի պիտի նա հարցնեմ, դուք վստահ եք ձեր հարցը ճիշտ եք տվել, թե չէ, դուք ինքներդ լսել եք ես ինչ եմ ասել Ռաուլի մասին։ Եվ ինչ եմ ասել ես։ Հարցը հնչել է տեխնացուների մասին եւ ես բառացիորեն ասել եմ, իսկ ինչի պիտի Ռաուլը չլինի տեխնացուների ցուցակում։ Ես դա կարող եմ հիմա էլ ասել, այո, Ռաուլը եղել է տեխնացուների ցուցակում, բայց որոշակի պայմաններից ելնելով Ռաուլը չի մեր հավաքականի գլխավոր մարզիչ չէ։ Սա ձեր հարցի պատասխանը։ Դա արդեն ֆեդերացիայի եւ Ռաուլի գործերն են տարատեսակ։ Դրանք բանակցային գործընթացի մաս են կազմում եւ ոչ միայն Ռաուլի մասն է խոսք, այլ բազմաթիվ այլ մարզիչների, որոնց հետ ֆեդերացիան տարբեր տարիներ բանակցում է։ Այդ մասին մենք չենք խոսի։ Ինչպես խնդրում եմ հնարավորություն տանք մյուսներն էլ հարց տան, հա։ Ուր է մնալու։ Իհարկե նա պայմանագիր ունի եւ իր աշխատանքը շարունակում է։ Ընդհանրապես